Պարոն Ալեքսանյան, Գյումրու դեպքերի հետ կապված ձեր արձագանքը կասեք։ Իհարկե կասեմ, տեղի ունեցավ այն ինչը անխուսափելի էր, տեղի ունեցավ այն ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել սերժակոչայանական ուժերի կատարմամբ, ուղղակի Լափամանից կտրված մեկը վերադարձավ իր պատկերացմամբ Լափամանի մոտ, լավ չհասկանալով, որ համայնքային կամ պետական բյուջեն այլևս Լափաման չէ, այլ համայնքի ու պետության բնակիչների կյանքը բարելավելու համար ծառայող համընդհանուր գումար է։ Պարոն Ալեքսանյան, զարմանալի չէ ձեզ համար, այսինքն ձեզ համար զարմանալի չի լինի, բայց քաղաքացիների համար զարմանալի է կրկին անգամ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասով ինչ-որ մի բան ազգային ժողովի ամբիոնից, ու հենց հայտարարում է, որ պետք է հեռացնել, վերացնել ասպարեզից ավելի կոնկրետ, ու միանգամից ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա մեջ եւ բացահայտումներ են լինում, ձայնագրություններ են հրապարակվում իշխանական լրատվամիջոցում, շատ պատահական չէ սա ամենը, այո, Որը? Ինչ է? Ժորժան, հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է այդ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել, քան ձեր լրատվականը կամ մյուս լրատվականները, այդ հարցի երկրորդ կողմն է։ Ժողովուրդ ջան, հրապարակել է իրավապահ համակարգը, հրապարակել է ձայնագրություններ։ Հիմա եթե նկատի ունեք, որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը ինչպես եւ Սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել իրեն, չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու է լափել համայնքային բյուջեից, լափել կաշառքը, հիմա ապա այդ դրանում կարող եք բոլորիս էլ մեղադրել, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ Սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ, եթե տաս այսքան իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել որպես իր լափամանը լցնելու միջոց, ինչը եւ արել է Վարդանիկը։ Պարոն Ալեքսանյան, դուք ո՞նց եք օրենքը, մարդու իրավունքները այս աստիճան խեղաթյուրում ու ոտնահարում առանց դատական ակտի, անձնական ձեր սեփական վերդիկտն եք կայացնում մարդու հետ կապված, զուտ այսպես ենթադրությունների հիման վրա, իսկ դուք չգիտեք, փորձաքննություն չի արվել, այդ ձայնագրությունները, որոնք sense խրխռալով լսվում էին, դրանք իրական են, թե չէ, սարքած են, թե չէ, կծմծած են սրբազանների նման, թե չէ։ Բագրատ Վազգեն Գալստանյանի ձայնագրությունը բացարձակ իրականություն էր, բացարձակ այնտեղ ոչ մի կտոր չկար, որը որ առանձնացված էր, սկզբից Գառնիկ Դանիելյանը ասում էր դա արհեստական բանականությամբ է սարքված։ Դոյանը ցույց տվեց, որ մասն է մոնտաժված, համատեքստում է ասվել։ Արհեստական բանականությամբ ասում էին սարքված, հետո հասկացան, որ ապուշություն է իրանց ասածը, սկսեցին պնդել, որ կոնտեքստից է կտրված, հետո հրապարակեցին ամբողջական կոնտեքստը եւ պարզ դարձավ, որ ոչ թե որոշել էին, որ պետքա գյուլել 1-2 իշխանականի, այլ պետքա գյուլել ցանկացած մեկին, ով համաձայն չի իրենց տարված քարոզչության հետ, հետո էլ խոսում էին այն մասին, որ պետքա նաև այդ գյուլելու process-ը սկսել իրանց թիմակիցներից, որոնց որ նստացնելու են փողի վրա, բայց մի վարքեն կավարտեմ բոլորի հարցերին անխտիր պատասխանելու եմ, ինչևէ Էլ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ տոննայանոց ձայնագրություններ կային փողոցներում աստղիկներ շախտալու, անմեղ ոչ մի բանի հետ կապ չունեցող քաղաքացիների կյանքը վտանգելու հետ, ամբողջական այդ ձայնագրությունները հրապարակելու հնարավորություն ունեն դատապաշտպանները, բայց ենթադրում եմ չեն հրապարակում, որտեղ այնտեղ եթե ամբողջական հրապարակեն, իրենց համար ել ավելի վտանգավոր բաներ կլինի։ Վերադառնալով ձեր հարցին, հարգելի գործընկերներ, այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։ Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատը տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ է եղել այդ փոսերի փող։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լավ փող չի, եթե սրիկա չի այդ ամեն ինչը անող,
Ոնց է կառուցել այդ գերշքեղ հյուրանոցը։ Իշխանության ներկայացուցիչները այդ ոնց են այդ ասաբնյակները կառուցում, Սևանի ափին այդ ոնց են այդ շքեղ պրոյեկտները իրականացնում։ Ջան, դուք լրագրող եք, ես ազգային ժողովի падգամավոր եմ, իշխող կուսակցության փոխնախագահն եմ եւ մամուլում հրապարակումներ են եղել, կարծեմ, եւ իմ հիպոթեկով գնված բնակարանի հետ կապված եւ ձեր մի վարքյան էլի եւ ձեր հիպոթեկով գնված բնակարանի վերաբերյալ ու իմ տպավորությունն այնպեսին է որ իմ ու ձեր հիպոթեկով գնված բնակարանները համարժեք են ու հենց այս երևույթից ելնելով արդեն իսկ այդ ձեր պնդումները բան են իրանք սին են Բացարձակ ինչ էին, դուք շատ լավ գիտեք իր ասաբնյակների։ Ժողովուրդ ջան, ես շատ լավ գիտեմ ու շատ լավ սրա մասին ասում եմ։ Գտեք։ Որ Անիֆի համար իրանք չեն հարցնում։ Իրանք այդքան ուղեղ չունեն, որ Անիֆի համար հարցնեն։ Անիֆի համար մենք ենք հարցրել։ Այդ նույն իրավապահ համակարգը, որ հիմա գնացել է Վարդանիկից է հարցնում։ Այդ նույն իրավապահ համակարգը գնացել Անիֆի համար է հարցրել, որ այն բանը Աննա Գրիգորյանը մատի փաթաթան սարքած օրը մեջ Անիֆ են ասում։ Դա այդ նույն իրավապահ համակարգի արածն է։ Այն որ հիմա ասում եք անմեղության կանխավարկած, երբ որ խոսքը վերաբերվում է Վարդանիկին, օй անմեղության կանխավարկածը մարդու իրավունքները դեն, բայց Անիֆի ժամանակ այդ նույն բաները չեք ասում։ Իմ դեպքում այդ ամեն ինչ տարբեր է ձեզնից։ Գիտեք ինչի, որտեղ Չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան։ Իմ ու ձեր տարբերությունը, ձեր քաղաքական այն ուժերի, որոնց որ դուք սատարում եք, տարբերությունը հետևյալ Դե լավ, Արթուր Վանեցյանը լավ է Արթուր Վանեցյանը։ Ինչ կապ ունեմ ես։ Դե լավ, հիմա եկեք։ Սուրբ Գևորգ, մի հատ ասեք ինչ կապ ունեմ ես է իմանամ։ Լավ, Ասենք շատ օգում բանաներ։ Եղավ, տիկին Ջեբեջան։ Շարները տալիս, բայց Դե տան չափանը գուցե, բայց ինչև է, թողեք ասեմ այդ տարբերությունը որն է, հետո Փայլակ ջան։ Տարբերությունը այն է, ժողովուրդ ջան, որ իմ համար տարբերություն չկա առանձնապես։ Եթե ինչ որ մեկը փողա լափել Անիֆում, ուրեմն ինքն է պետքա պատժվի։ Եթե ինչ որ մեկը փողա Երբ որ բոլորը Դե տեսեք, ուղղակի Վարդան Ղուկասյանի դեպքում այնքան արագ է լինում, երկու Ո՞նց շաբաթ արագ է ընթացքում է լինում։ 8 տարիա դատերը գնում է։ 8 տարիա դատերը, բա այն մնացած գործերի հետ կապված որ դանդաղա գնում այդ խիչ եք ասում։ Ուր էր գնում։ Դե բա այն ասենք նույն մարդը դատվում է մի 4-5 հատ գործով, այն երկու գործինը դանդաղա գնում, մեկինը արագ է գնում։ Այդ սկսել եք բողոքել որ գործերն արագ են գնում, ժողովուրդ ջան։ Ես որ բայց մեր գործերը արագ չեն գնում, երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու, զրպարտելու համար, այդ գործերը քնած են։ Ջան, եկեք վիրավորելուց մի խոսեք, էլի։ Երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից։ Ֆանտաստիկ էր, այն որ այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր, բաներ, տենց ասում եք, ինչ եք ասում Վահագն Ալեքսյան։ Գյումրեցիներ են, ընտրողներ են։ Ես գյումրեցիներ են, 3 միլիոն վարչապետերից են։ Սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք այդ կիսակրիմինալ բանդայի, այդ ոստիկաններին ամենավերջի սեռական բնույթի հայհոյանք տվող կին կոչվածների եւ մնացածի այդ բանը ներկայացման կարիքը չունեք եւ դուք շատ տարբեր եք ու Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ այդ քֆուրչի, չգիտեմ ինչ զանգվածը ժողովուրդ ջան ձեզ չի ներկայացնում, հավատացած եղեք, ես դրանով եմ։ Չի զանգվածը ձեր հայրենակիցները, չէ՞, պարոն Ալեքսյան։ Իհարկե մեր հայրենակիցներն են։ Այդպես տորանջատում, առանձնացում Փաշինյանն էր որոշ սիրուն բաժանում քֆուրին նմանվող բառապաշար օգտագործում, պարոն Ալեքսանյան, ասենք Որն էր քֆուրի նմանվող բառապաշարը։ կկնը հեն հասեցին գործընկերները, շինելը, դոմփելը։ Պարոն Ալեքսանյան, Դե տեսեք, բայց դա էլ չէ, մի վարքյան էլի։ Դե որտեվ ձեր գործընկերներն են, մեղավոր ինչ ասեմ, շինելն ու դոմփելը հարգելի գործընկերներն են։ Շանակմը կառուցել Ամեն դեպքում ինձ թվում է դուք էլ որպես կին ու որպես լրագրող շատ ուրախ կլինեք, եթե Գյումրում հավաքված այդ մի քանի 100-200 հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել, շինել եւ դոմփել բառապաշար։ Իդեպ խստորեն, եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները Իդեպ խստորեն դատապարտում եմ նաև ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքները։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի իր տեղում նկատի ունեմ, հա։
մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք են խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նույն իրավապանների, բացահայտումների արդյունքում, օրինակ մեղադրվում են որոշակի հանցանքների մեջ, նրանց ասֆալտին չեն փռում, Բայց Վարդանիկին էլ չեն փռել ասֆալտին։ Սիրուն ժպտալով, վազելով գնում էր նստեր մեքենան, ի՞նչն են փռել։ Տեսեք, իրեն օրինակ չեն հրավիրել, փաստաբանը եւ ինքը հայտարարում է, որ չեն հրավիրել, եւ հետեւաբար մարդկանց մոտ մեծ կապ ունի։ Եթե հրավիրեն չգնաց, շատ մարդը, բայց դուք ես չեմ հասկանում, դուք ինչ եք Վարդան Ղուկասյանի տեղը ձեզ վացքում, երբ որ մարդը ուրախ, ժպիտով, շատ բան տենց Վարդան Ղուկասյանի տեղը դե վազելով գնում էր մեքենա նստել, բայց ինչ բռնությունա տեղի ունեցել, ինչա տեղի ունեցել։ Բա խնդիրը հաստատել Վարդան Ղուկասյանին պաշտպանել, ես իր մասով բացարձակապես վատ չեմ զգում, բայց իմ հարցը հետեւյալումն էր. ինչու իշխանության ներկայացուցիչների պարագայում նույն ձև իրավապանները չեն արձագանքում։ Օրինակ, ասենք Երևանի նախկին փոխքաղաքապետի, ձեր այն ազգային հերոսի վերաբերյալ եւ այլն, ովքեր Չէ, մի վարքյան էլի ում դեպքում տենց չեն արձագանքում կոնկրետ օրինակ բերեք ու ինչ նկատի ունեք, այդպես չեն Երևանի փոխքաղաքապետը երբ որ կալանավորվեց, Գևորգ Թամամյանն է։ Սիմոնյան։ Հա, կալանավորվեց։ Հա, նկատի ունեմ օրինակ իրավապանները ինչի չմտան, տենց Բայց ո՞նց մտնեին։ Ոնց մտան Գյումրու Բայց քաղաքապետարան։ շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան, ուրիշ բան, որ այնտեղ հավաքվեց մի զանգված, որը սկսեց ոստիկաններին Որովհետև Չէ, մի վարքյան, ինչ կապ ունի չեն հրավիրել։ Ժողովուրդը կարող է բանա Հարսանյաց տունա քննչական կոմիտեն, որ մարդուն պետքա պարտադիր հրավիրեն, բայց քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու։ Կանեչի գցեցին գետնին։ Քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում եւ պետքա զննություն իրականացնեն, պետքա ապացույցներ ման գան։ Այդ որած մեկ ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարեւոր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաեւ անսպասելիության էֆեկտը նաեւ օգտագործելով կարողանան Մենակ դա այդ ոնց որ դիմադիրների պարագայում է լինում։ Չէ, մենակ ընդդիմադիրների պարագայումը չգիտեմ, բայց գիտեմ, որ ցանկացած մի պարագայում, երբ որ հավաքվի ինչ-որ մի խառնամբող, որը սկսի ընդդիմադիր լրագրողներին, ոստիկաններին, ամենավերջին բառերով հայհոյել ու փորձել։ Ես էլ եմ դատապարտում, դե բա ասում եմ, այդտեղ խնդիրը, ժողովուրդ ջան, այնա, որ եթե Վարդան Ղուկասյանը նորմալ դուրս գար, նորմալ դուրս կգա։ Կանչեիք դուրս գար, ասած Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Ոչուբաևը ինչ էր արել, որ տես հրապարակային Ես վստահ եմ, որ հարկատուները հասկանում են պահի կարևորությունը եւ այդ դուրն ու լուսամուտը կվերանորոգվի։ Հիմա ԿՊ-ի օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնել, հա, այսպես ասենք։ Գյումրու համայնքապետի պաշտոնը բան չի, տենց ճամպրուկ չի, որ վերցնես։ Հիմա չէ, սպասենք Սերժակ Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային, տենանք ես մի խաչասերումից ինչ են ուզում ծնեն, հասկանանք, արդյոք չգիտեմ, բայց պետք է հասկանալ, կարող է ինչ-որ նոր մուտանտ են ուզում ծնեն այդ խաչասերման արդյունքում, պետք է հասկանալ, էլի կարող է էլի թունավոր հղի, եթե հղիությունը շատ թունավոր լինի, չէ լավ, շատ վատ բառ ասեցի, ներողություն եմ խնդրում, այդ բառը չօգտագործենք, այդ խաչասերումը ընթացքը եթե թունավոր ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես կանանցից, եթե այդ խաչասերման ընթացքը թունավոր լինի, բնականաբար համաձայն եմ իրականում նրանց դաշնակցականների հետ համեմատել չարժեր, էլի ներողություն եմ խնդրում։ Դաշնակցականներից թե Ակնհայտորեն ոչ դաշնակցականներ։ Վաղաշաբաթում առաջիկայում սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս կալանավորումը ինչ ուղերձ է հանրությանը։ Ձեր ընդդիմադիր գործընկերները նկատեմ շտապեցին ձեզ մեղադրել ընդդիմադիր էլեկտորատի նկատմամբ ոտնձգության մեջ, ասացին, որ դուք չեք հանդուրժում ընդդիմության հաղթանակը, ավելին Հայաստան խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մասնավորապես նշեց, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռքբերությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման այո, մարմիններին իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն չի այդ հանդարժան։ Տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ոչ մեկ, ոչ ես, ոչ, չգիտեմ, մեր խմբակցության այլ падգամավոր, ոչ մեր թիմի այլ ինչ-որ մեկը չի գնացել ու Վարդանիկին չի համոզել, ասել Վարդանիկ ջան, գիտես ինչ կա։ Ախպոր պես էլի, արի գնա, սկսի կաշառք լափել, Վարդանիկ ջան։ Չէ, իրան ոչ մեկ չի համոզել դրան։
Նույնիսկ հակառակ այդ մարդ ախր մտել է աշխատասենյակ, կարծեմ մեծ մասը ներկա է եղել։ Մտել է առաջին բան ասել է, այստեղ ամենուր ժուչոկներ են դրած, բարև տղեր, ինքը հասկանում եք, նույնիսկ դա հասկանալը, գիտակցելը, տեղյակ լինելը իրան հետ չի պահել։ Ինքը կոնկրետ կապվածություն ներողություն հաստատում եք, որ եղել է։ Չէ, ես հաստատում եմ, որ ինքը այդպես Չէ, դուք մտածել։ ասացիք նույնիսկ դա իրեն հետ չի պահել, Այո, այսինքն եղել է։ մտածել է նույնիսկ այդպես, իրեն հետ չի պահել, հարգելի պարոն Կիրակոս։ Որտեվ լսում ենք այդ նախորոքը որն է, Տիկին Ջեբեջյան, նախորոքը որն է, երբ որ մեր ականջով լսում ենք, որ մարդը ասում է Լսածը AI-ով էլի կբան կարող լսեք, բայց իրականության Տիկին Ջեբեջյան, սա արդեն ձեր ու ձեր պաշտպանած քաղաքական ուժերի Պաշտպանում ոչ մեկին դուք ստիպում եք, որ լրագրողը ստիպված այն մյուս կողմի բանը փաստաբանի դերը ստանձնի ու հակադարձի ձեզ, պարոն Ջեբեջյան, ես ձեզ ընդհանրապես չեմ ստիպել, դուք դա ինքնակամ եք ստանձնել, խնդրում եմ ինձ մի բայց ավարտեմ էլի ստեղ մի վարքյան, հարգելի ընկերներ, Տիկին Ջեբեջյան, սա արդեն մոտավորապես 8-րդ փորձն է ձեր եւ ընդդիմադիր դաշտի, առանձնացված ասեմ, ձեր եւ ընդդիմադիր դաշտի ինչ որ մի ձայնագրություն ներկայացնել որպես արհեստական բանականության պատրաստված։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ես էլ ասում եմ չի կարող ժողովուրդը։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ալեքսանյան ընդդիմադիր էլեկտորատին Սա թե ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր, թե նեյտրալ, թե ապատիկ, թե պրոիշխանական էլեկտորատին մի ուղերձ է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքը ու պետությունը սեփական գրպանները ու լափամանը լցնելու միջոց դիտարկելուն։ Երբեք չի լինելու նման վերադարձ։ Իրավապահ համակարգի գործողություններին ձեր քաղաքական գնահատականները եւ խանիքի դեպքում եմ ասում եւ ձեր անմեղության կապակցը չի կարելի խախտել։ Խնդիրը դա է, դա խփում է իշխանությանը հենց։ Հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետեւյալ մի բան։ Երբ որ կամայական ընդդիմության ներկայացուցիչ ինչ որ մի խոսք է ասում, այդ խոսքը ենթակա է նաև քաղաքական վերլուծության ու քաղաքական գնահատականի, օրինակ իմ կողմից, ճիշտ է։ Սա անվիճելի է, ճիշտ է։ Հիմա սրան զուգահեռ կա նաև Վարդան Ղուկասյանի ուրիշ խոսք։ Օրինակ, նույն ընտրությունների ժամանակ, երբ որ ամենավերջի բառերով հայհոյում էր իր պոտենցիալ ընտրողներին, հիշում եք, չէ՞, ձայնագրությունները, այդ նողկալի խոսույթը։ Կա Վարդան Ղուկասյանի ուրիշ ձայնագրություն, որը հրապարակվեց երեք, որտեղ մարդը ինչ ասում է, ինչքան են տալի 4 միլիոն վերու, վերցրային, եկեղեցու ասում է նկարիչներին թող են պարտք։ Եկալ տանք, հիմա ես դատավճիռ չեմ դակում, չեմ ասում, այ Վարդան Ղուկասյանին պետք է տանել նստեցնել 5 տարի, 6 տարի ժամկետով, չէ։ Ես լսել եմ Վարդանիկի խոսքը, ու ես դրան տալիս եմ քաղաքական գնահատական։ Ես ասում եմ այդ տեղի ունեցածը լափակերություն է, կաշառակերություն է ու սրիկայություն է։ Ես դա տալիս եմ։ Դատարանի վճռից հետո գնահատական կտանք նայ։ Հարգելի գործընկերներ, ես ամեն մի քաղաքական կամ ոչ քաղաքական ընդդիմության կամ, չգիտեմ, այլ քաղաքական ուժի խոսքին չպետք է արձագանքեմ դատարանի վճռից հետո։ Դատարանը կհրապարակի իր վճիռը, ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականը։ Ոչ քաղաքական գնահատականը, դե հիմա Պարոն Ալեքսանյան քաղաքական վերադառնալով Հայաստան, կներեք, վերադառնալով Հայաստան խմբակցության հայտարարությանը, դե մարդիկ ուղղակի ստորագրում են էլի այդ խոսքերի տակ, որ այդ 4 միլիոնը վերու ամեն դեպքում քվեարկում է Հայաստան խմբակցությունը, որ վերու լինի այդ 4 միլիոն դրամը ու որ վերցվի այդ 4 միլիոն դրամը, ինչպես եւ եթե բախտները բերի ուրիշ համայնքներում ընդհանրապես իշխանության կան ավելի շատ գումար վերցնեն, շատ ավելի լավ կլինի։ Իրանց ասած է դա, որ վերցնելու ենք, լավ ենք անելու, էս է մեր գործը, նաեւ իմացա, որ Տաշիր Սամոյի, ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի քաղաքական շարժումը այդ մեր ձևով կոչվածներ նաև ասել, որ անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, դա նշանակում է մի բան, անկախ նրանից այդ զապիսը ճիշտ է թե ճիշտ չի, անկախ այդ ձեր նշած բոլոր բաներից, էլի, անկախ նրանից ինքը մեղքը կընդունի, անկախ նրանից կպարզվի քանի հատ է տենց բան եղել, իրանք մեկը աջակցում են եւ նորից ես զարմացած չեմ։ Պարոն Ալեքսանյան, չէ՞ հետապնդում են որակում Փաշինյանի ազգային ժողովի հայտարարությունից հետո։ Հիմա որպեսզի առիթը չլիներ, որ Վարդան Ղուկասյանն ասել է 4 միլիոնը վերու, պետք է իշխանությունը ժամանակին կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար իրականացներ։ Դուք թողեցիք Վարդան Ղուկասյանը դարձավ ընդդիմադիր քաղաքապետ, նոր հիշեցիք, որ ինքը փողեր է վերցնում։ Չէ, կներեք, մի վարքյան էլի։ Նախ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու նոր կատարեց հենց կոնկրետ այս գործողությունը։ Դրանից առաջ էլ կար ուրիշ
քրեական գործեր Վարդանիկի հետ կապված, որոնք ընթանում էին ու ընթացքի մեջ էին, ուղղակի ի տարբերություն այս մեկի արդեն մտել էին դատաքննության փուլ ու այստեղ կալանքի հարց այն դեպքերում չի քննարկվել, այսինքն մեծաշու։ Հիմա ձեր գործընկերները մեզ մեղադրում էին քիչ առաջ, որ այս մի դատական գործը կամ այս մի քրեական գործը մի տեսակ արագ ընթացք ունեցավ։ Հիմա այն մեկում էլ լիքը մարդ մեզ մեղադրում է, այդ ում եւ դուք որքան հասկանում եք, որ այն մի քրեական գործն է դանդաղ ընթացք կա ունեցել։ Հիմա իմ ասածն էլ որն է, հարգելի գործընկերներ, ես կամ մեր թիմը առհասարակ չի կարող եւ չի էլ մասնակցում է դատական գործերի արագությանը, դանդաղությանը, միջին տևողությանը, դրանց ընթացքին, սենց գնալու, նենց գնալու։ Մենք ընդհանրապես ասում ենք, մենք ունենք քաղաքական կամք Հայաստանի Հանրապետությունում պայքարել կոռուպցիայի դեմ։ Մեր մեսիջը բոլոր իրավապահներին հետևյալն է. տեսնում եք կոռուպցիոներ, կատարեք համապատասխան օրենքով սահմանված գործողությունները, անկախ նրանից այդ կոռուպցիոները որ քաղաքական թիմի անդամ է։ Շատ պարզ։ Ալեքսանդրյան հաջորդ հարցերս որպես տամ մի քանի վարքյանալուց վիդեո պետք է միացնեմ։ Սա կարմիր բերետավորն է։ Ասում է սաղի դեմքը ֆիքսը եւ այստեղ բայց ում ասում։ Ում ասում, ինչ են արել։ Անչափահաս նայեք, անչափահաս Երխանին ասում է գնայինյան, դավայ, կարմիր բերետավորը, այն մեկն է ասում է ձեր սաղի դեմքը ֆիքսվել է, մի վարքյան, սպառնալիքի լեզվով չէ, մի վարքյան, ես լսել եմ, նայել եմ այնտեղ, ես նայել եմ մի շարք լայվեր, բաներ, ձեր գործընկերները այնտեղ էին, տեղում էին, հարգելի գործընկերներ ու ես լսում էի, թե օրինակ ոնց էին ոստիկաններին ինչ-որ հայհոյանքախառը բառեր ասում։ Եվ ոստիկան պետք է ասի դավայ։ Մի վարքյան ավելացնում, որ ոստիկանի ոնց էին քրեական, տենց կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ բառեր ասում, ոնց էին տենց ինչ-որ բան էլի տենց ինչ ասեմ, նողկալի փողոցային մակարդակի ինչ-որ բաներ հնչեցնում ոստիկանների հասցեն, որոնք ընդհանրապես համազգեստ հակված ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքին։ Հիմա հնարավոր է, չէ, կներեք, երբ որ կոնկրետ անդրադառնում եմ, Նարեկ ջան, անդրադառնում եմ։ Ասում եմ, հիմա եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակին, այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող, հայհոյող զանգվածին ասելը բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարում եմ նորմալ, որտեղ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Ֆիքսել են, ոչ թե օրինական շրջանակում, այլ բայց ես այդտեղ ապօրինի բան չեմ տեսնում։ Մյուս դեպքը դավայ արա։ Դե դա համարում եմ արդեն անթույլատրելի խոսելա ոչ, այս դեպքում կարծում եմ, այո, պետք է որոշակի մանր։ Բանկացու նկատմամբ այդպես խոսել չի կարող։ Վրաստներեք Վրաստանում հիմա տեսախցիկներ են դրել, որտեղ ֆիքսում են մարդկանց դեմքը, մի ցույցերի մասնակցող տարբեր տվյալներ, որպեսզի հեշտությամբ կարողանան նույնականացնել հետո դուք բացառում եք որ մի օր մենք էլ Հայաստանում նման իրավիճակի ականատես կլինենք որ այսպես ասած խելացի տեսախցիկներ կտեղադրվեն ցույցերի մասնակցող քաղաքացիներին նույնականացնելու համար ում ցույցերին նկատի ունեք ընդհանրապես Հայաստանում տեղում է Ենթադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին ժողովուրդ ջան ես կարծում եմ այդ 2-3 հազար հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա ենթադրում եմ այսքանը նման տեսախցիկներ դնելու Էլի եմ ասում ընդհանրապես չեմ տեսնում նման անհրաժեշտություն օրինակ 30,000 էին օրինակ հա օպերայում 30,000 էին չէ Դες բանը էլի ժողովուրդ ջան ես չեմ հաշվել բայց ամենամիսյանն է 7000 հաշվել դուք եք իջեցնում ինչ է կասկածի տակ դնում ժողովուրդ ջան ես չեմ ցավոք սրտի հարգելի Նարեկ ես չեմ կասկածի տակ դնում մաթեմատիկան եւ ֆիզիկան է կասկածի տակ դնում որովհետեւ 30,000 թվի պարագայում 1 քառակուսի մետրի վրա եթե չեմ սխալվում պետքա կանգնած լինեին 8 թե 9 հոգի խնդրում եմ ուղղակի ֆիզիկապես փորձեք 1 քառակուսի մետրի վրա կանգնել 8 կամ 9 հոգով, եթե ստացվի շատ ողջունելի է, եթե չստացվի, եթե չստացվի, ուրեմն իմացեք, որ դա չի կարելի, իսկ եթե ամեն դեպքում ստացվի, մի հատ այդ կանգնած խտությունը համատեք ինտերես Պարոն Ալեքսանդր, դուք դեռ արձանագրեցիք այս կարմիր բերետավորի վատ պահված, գիտեք կարմիր բերետավորի Չէ, այդ բառապաշարի վատ պահված, այդ բառապաշարի անթույլատ դավայ արա նախ ինչքան մենք անցնում ենք առաջ, թե օրինակ որպես պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ ինչ կանեք
Ես կարծում եմ պետք է քննարկում ունենալ առհասարակ, ոչ միայն այս դեպքով, այլ պարբերաբար լավարկել մեր ոստիկանության աշխատանքը, այդ թվում նաև քաղաքացիների հետ շփման տեսանկյունից եւ մնացածի տեսանկյունից ես կարող եմ ասել, որ միանշանակ է, որ մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է, սա էլ է պետք հաշվի առնել, իհարկե բնավ չեմ արդարացնում, էլի, եթե կա ինչ-որ անթույլատրելի մի բան, բայց այդ էլ է պետք հաշվի առնել, որ մարդկանց աշխատանքը շատ ստրեսային է ու այդ ստրեսը նաև պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարվի ու առհասարակ գործողությունները ինչ պետք է լինեն, բայց մենք նաև խնդիր ունենք հասարակության շատ հասարակության չի ասի, բայց մի որոշ շերտի հետ մենք խնդիր ունենք ակնհայտորեն, օրինակ Գյումրու մակարդակով դա որքան երեք հասկացա 100-200 հոգի էր, որոնք ակնհայտ փողոցային բառապաշարով ու քրեական ենթամշակույթին հարիր բառապաշարով են խոսում ոստիկանության մասին ու ոստիկանության հետ։ Դա էլ մի ուրիշ խնդիր է, ու հնարավոր է դա ծնել այդ հակազդեցությունը ձեր ասած, ինչը իմ կարծիքով էլի սխալ է, որտեղ պետք չի դրան արձագանքել, օրինակ ռուսերեն դավայ բառով, կարելի է ուղղակի ասել գնա այստեղից։ Անչափահաս երեխաներին է ասում։ Դե հատկապես անչափահաս երեխաներին պետք է ասել գնա այստեղից, երբ որ շուրջ բոլորը ինչ որ կիսակրիմինալ դեմքեր են, բայց պետք է դա ասել հայերեն ու պետք է ասել դա խնամքով ու հոգատարությամբ։ Ձեր չմտածում որ ոստիկանությունը չի բարեփոխվել քաղաքացու հետ քաղաքակիրթ շփվելու կարողությունը։ Եթե ոստիկանությունը բարեփոխված չլիներ, օրինակ Սերժի կամ Քոչարյանի օրոքվա ոստիկանությունը լիներ, բոլորին մահակներով կծեցեին, լավագույն դեպքում ջրցանը կհանեին, կշփեին, ժողովուրդ ջան, կծեցեին մարդկանց, կգցեին։ Ջրցանը հանել էլեկտրոշոկեր։ Դաս մեկ չի բարեփոխ։ Զարյա 3-ը կարող է Էլեկտրոշոկերը ձեր նման։ Դե կարող է, եթե ինչ-որ մի սրիկա գար ոստիկաններին ասեր, օրինակ սաղավարտները թանեք ձեզ ոչ մեկ չի խփելու, հետո այդ սրիկայի համախոհները բորջուրները սկսեին քանդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ենթադրում եմ, որ Զարյա 3-ը կլիներ շատ արդարացված միջոց։ Այստեղ ազգային ժողովի մոտ է կիրառվել Եվ դրան նախորդել է կոնկրետ մարդու կոչ, որ ոստիկաններ ջան, հանեք այդ սաղավարտները, ձեզ ոչ մեկ բան չի անելու, դրանից հետո տեղի ունեցել այդ ինչ-որ խմբի կողմից, որ բորջուրները սենց ջարդում էին ու շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Պարոն Ալեքսանյան, խոսեցինք նաև քաղաքական հայտարարություններից, վերջերս նաև շատ եք խոսում եկեղեցականների թեմայով, արդյոք դա կապ ունի ազգային ժողովում քննարկվող երրորդ հանրային հեռարձակողին կրճատելու թեմայի հետ։ Այսինքն շողակաթը կրճատելու թեմայի հետ արդյոք կապ ունի։ Բայց շողակաթը որտեղ տեսակ հենց շողակաթը այդտեղ։ Տեսել շողական մեդիայի հետևից չնենք, Ժորժ ջան, ես այդ նախագիծը ինչքանով որ տեսել եմ, դա մի բանի մասին է, որ հանրային մուլտիպլեքսում հանրային հեռուստալիք որպես պետքա լինի առնվազն 2, կարա լինի 3, կարա լինի 4, Տիկին Ղազարյանի այդ հարցազրույցը չեմ նայել, նախագիծն դեռ չենք քննարկել, որ մանրամասները լավ իմանամ, բայց ինչ վերաբերվում է եկեղեցուն, քանի որ այս թեման է բացեցիք, պիտի ասեմ, որ խստորեն դատապարտում եմ այն ամբողջ հակաեկեղեցական շարժումը, որը որ տարվում է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա աջակիցների կողմից, ինչպես նաեւ ընդդիմության, խստորեն դատապարտում եմ հայ առաքելական եկեղեցու օծված քահանատեր Արամի նկատմամբ տարվող այդ ատելության արշավը, կարծում եմ դա հենց հակաեկեղեցական բնույթ ունի, խստորեն դատապարտում եմ Կտրիչ հակաեկեղեցական շարժման առաջնորդի կողմից քահանաներին, ինչպես պարզ դարձավ այն մյուս զայնագրությունից, այդ թվում եւ arczepiskopos քահանաներին ստիպելը, որպեսզի նրանք իրանց ծնողների հետ գնան Քոչարյանի կամ Սերժի միտինգներին, կարծում եմ, որ այս հակաեկեղեցական արշավը, որը ղեկավարվում է Կտրիչ Ներսիսյանի կողմից, պիտի հանգուցալուծվի եւ Կտրիչը պիտի հեռանա վեհարանից։ Դա նշանակում է, որ հաջորդ դեպքերում է հենց հայ նաև ձայնագրություն հրապարակել։ Ինչ է նշանակում հաջորդը լինելու է։ Ով է հաջորդ զոհը։ Ես չգիտեմ, բայց իմ կարծիքով ակնհայտ է, որ ցանկացած մեկը բռնանում է իր ենթակաների վրա, ստիպում է, որ պատերազմում եղբայր կորցրած քահանան իր որդեկորույս մորը վերցնի ու ստիպողաբար գնան Քոչարյանի կամ Սերժի միտինգին, այդ մեկը պետքա պատասխան տա։ Իմ կարծիքով հենց հակաեկեղեցական բառը շատ է շահարկվում, իմ կարծիքով հակաեկեղեցական բառի մարմնավորումը հենց Կտրիչն է իր այդ գործողությամբ։ Հայրենու իհարկե։ Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը Իհարկե։ հայտարարել որ Բեհարանը Ես կարծում եմ, ես ի տարբերություն Կտրիչ Ներսիսյանի հավատացյալ մարդ եմ։
Այս ձեր այսքան արշավից հետո պարոն Ալեքսանյան, ով է ձեր երեխաներին, ձեր հարազատներին կնքելու, ով է ձեր ամուսնությունները օրհնելու, ասենք դուք ձերոնցով կանչելու եք բան անեք, Տեր Արամ։ Այդ լուրջ եք ասում, այդ լուրջ եք ասում։ Այդ լուրջ եք ասում, Տիկին Ջեբեջան, արշավը մենք ենք սկսել։ Դուք եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր օցիալ քահանա Տեր Արամի եւ մյուսների նկատմամբ տանում արշավ։ Դադարեցրեք այդ արշավը, դադարեցրեք ձեր հակաեկեղեցական արշավը, ես ձեզ կոչ եմ անում։ Ձեր հակաեկեղեցական արշավը պիտի դադարի։ Հայ առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, հայ առաքելական եկեղեցին դիմացել է մի շարք ասպատակություններ ու ես վստահ եմ, որ կտրիճակ կագեբեյակ կղերաքրյա օլիգարխիկ էսկալանի ասպատակությանը եւս կդիմանա այս ամեն ինչին ու այն բոլոր քահանաները ում գրպանում որ թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով որ կային արծաթը, որով իրանք դավաճանել են թե Հիսուսին, թե Հայաստանի Հանրապետությանը, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, նրանք բոլորը պատասխան կտան, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Որովհետև ասում եք դադարեցրեք այս հակաեկեղեցական արշավը, դրա համար ԿՊ-ի գրասենյակում եք։ Չէ, ԿՊ-ի գրասենյակում հակաեկեղեցական արշավ անող լրագրողներ չկան, հարգելի պարոն Կիրակոսյան, դուք շփոթվում եք։ Իսկ որ նշեցիք ԿԳԲ-ական եւ այլն, զգացմունքները քրիստոնեական հավատամքը, բանը ոտնահարում եք ձեր։ Որ նշեցիք ԿԳԲ-ի անունը տվեցիք, դրա վերաբերյալ փաստեր կան։ Ես կարծում եմ ակնհայտ է այդ բոլոր փաստերը։ Ուղղակի ուսումնասիրեք խորհրդային միության պատմությունը, ուղղակի ուսումնասիրեք այն բոլոր բացահայտումները, որոնք եղել են խորհրդային միության փլուզումից հետո, թե Լատվիայում, թե Լիտվայում օրինակ, թե Ուկրաինայում, թե մնացած տեղերում։ Չգիտեմ, դուք եք արշավն իրականացնում, դուք ինքներդ պատասխան եք։ Տարբեր հետխորհրդային երկրներից Դե ես առնվազն շատ ուրախ եմ, քանի որ այդ կոնկրետ այդ հոգևորականները ապահովագրված են կտրիչի կողմից կարգալույց արվելու հեռանկարից։ Ոչինչ, մենք հասկանում ենք, հարգելի հոգևոր հայրեր, ձեր վիճակը ծանր է, կտրիչը գուցե ինչ-որ ռեպրեսիաներ է փորձում ձեր դեմ իրականացնել իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, բայց դուք ինքներդ հասկանում եք, որ կտրիչի հեռացումը վեհարանից այլևս շատ ու շատ մոտ է ու նա այլևս չունի ոչ մի իշխանություն։ Ինքն իր ոտքով հեռանալու է վեհարանից։ Աստծո կամոք, Աստծո կամոք, Աստծո կամոք, Աստծո կամոք։ Ես վստահ եմ, որ Աստված դեմա կեղծիքին։ Նա է ձեզ ասել, պարոն Ալեքսանյան։ Որ ինքը դեմա կեղծիքին, ու դուք ասում եք, որ դուք հակաեկեղեցական արշավ չեք անում։ Պարոն Ալեքսանյան։ Ես ասում եմ Աստված դեմա կեղծիքին։ Որ Աստված դեմա կեղծիքին։ Ձեզ Աստված դեմ չի կեղծիքին, Ժորժ ջան, այս խոսակցությունը հոգևորականները, պարոն Ալեքսանյան։